2026 թվականի հունվարի 1-ից հետո մեր ապահովագրված քաղաքացիների թվականակը ավելացել է շուրջ 14%-ով եւ եթե մենք տարեսկզբին ունեինք մոտ եւ խոսում էինք 2026 թվականի ընթացքում շուրջ 1.6 միլիոն շահառուների սպասարկման մասին, ապա արդեն հունիս ամսվա տվյալներով մեր շահառուների թիվը շուրջ 1.8 միլիոն անձ է կազմում, որոնց մեջ այդ աճի մեջ մեծ տեսակարար քշր են կազմում բարձու աշխատողներ եւ անհատ ձեռնարկատերերը, այսինքն այս աճը հիմնականում 200,000 եւ բարձր աշխատավարձ ստացող մեր շահառուների թվականակի աճով է պայմանավորված եւ միայն տարեսկզբի, այսինքն հունվար ամսվա դրությամբ մեր այս շահառուների թվականակի աճը կազմել է ավելի քան 30%։ Սա իհարկե պայմանավորված է նախ եւ առաջ ընդհանուր առմամբ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշներով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, նաև առողջության ապահովագրության համակարգի կարևորությամբ, որը դրսևորվել է նաև աշխատավարձի չափերի ավելացման հետևանքով ապահովագրված անձանց թվականակի աճով եւ մենք այս ցուցանիշը կարևորում ենք նաև այն տեսանկյունից, որ սա հստակ ցույց է տալիս, որ համակարգը սպասված է եղել եւ համակարգում ներառված, այսինքն ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունները, դրանց հասանելիությունը մեր քաղաքացիներին ուրեմն ուղղորդել են, որպեսզի նրանք նաև դիմեն իրենց գործատուներին, ինչու՞ չէ նաև գործատուների բարի կամքի արդյունքում աշխատավարձի չափերի փոփոխության միջոցով ներառել վերջիններիս ապահովագրական համակարգում։ Այս ամենի արդյունքում մենք հունիս ամսվա դրությամբ ունենք շուրջ 1.8 միլիոն շահառու, ավելի մանրամասն տվյալները այստեղ ներկայացված են, որոնցից այս կամ այն ծառայությունից ապահովագրական փաթեթի օգտվել է 762,404-ը։ Փաստորեն գրեթե յուրաքանչյուր երկրորդ ապահովագրված անձ օգտվել է ապահովագրական փաթեթում ներառված որևէ ծառայությունից կամ ստացել է որևէ դեղ։ Իսկ միայն որ դեղորայք է ստացել, նման շահառուների թիվը մեր մոտ շուրջ 35,961 է։ Այս 6 ամիսների ընթացքում արդեն իսկ փոխհատուցվել են 102.4 միլիարդ դրամի ծառայություններ եւ դեղեր։ Ծախսերի գերակշիռ մասը ուղղված է եղել ուրեմն թանկարժեք վիրահատությունների իրականացման կամ ոչ այնքան թանկարժեք, սակայն անհրաժեշտ վիրահատությունների իրականացման ծախսերի ծածկմանը, որոնք հիմնականում նպատակ են ունեցել փոփոխել ուրեմն մարդկանց կյանքի որակը, ապրելիության ցուցանիշները եւ ինչու՞ չէ նաեւ վիրահատություններ, որոնք միտված են եղել հենց կյանքի փրկմանը քաղաքացիների, որտեղ այդ ծառայությունները իրենց բնույթով ներառել են թե սրտի վիրահատությունները, բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորումներ, ստենտավորումներ, անոթների ստենտավորումներ, նաեւ կյանքի որակի բարելավմանը միտված ծառայություններ, օրինակ կոնքազդրային հոդի փոփոխություններ, աչքի կատարակտայի վիրահատություններ եւ տարատեսակ այլ վիրահատություններ, որոնք զգալիորեն փոխել են մեր քաղաքացիների կյանքի որակը, դրանով նպաստելով նրանց հետագա ներառումը եւ նրանց կենցաղավարության ուրեմն բարելավմանը, որովհետեւ այս վիրահատությունները, որոնք հնարավորություն են տվել նրանց շարժունակությունը, նրանց տեսողության հետ կապված խնդիրները վերացնել, հնարավորություն են տվել նրանց
հետագայում դրսևորել իրենց ամբողջ ունակությունները, թե իրենց կենցաղում, թե աշխատատեղում, թե ընդհանուր առմամբ նաև իրենց ուրեմն միջավայրում։ Հաջորդ մեծ ծախսը, որը որ ապահովագրական փաթեթի շրջանակներում իրականացվել է, դա դեղորայքի ծախսն է, եւ դեղորայքի մասով մենք փոխել ենք ընդհանրապես դեղորայքի հատկացման տրամաբանությունը եւ նախկինում գործող պոլիկլինիկաների միջոցով տրամադրվող ուրեմն որոշակի, մրցույթի արդյունքում հաղթած որոշակի դեղորայքի տրամադրման փոխարեն մենք այսօր ունենք գործարկված մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս դեղատների միջոցով բաց թողնել դեղորայքը եւ այստեղ իրականացում է զուտ գների կարգավորում, ուրեմն հաստատված մեթոդաբանության հիման վրա, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին ընտրել այդ ազդող նյութի շրջանակներում արկա հասանելի դեղորայքը, եւ եթե այդ դեղորայքի դեղի գինը որոշակի չափով ավել է, փոխհատուցման առավելագույն չափից, ապա կատարել համավճար։